Պարոն Ղազարյան, այսօր հերթական ընդունելության օրն է քաղաքացիների, դուք ինչ ակնկալիքներ ունեք, հնարավոր է երեկվա եւ դրա նախորդ օրերի նման դաշուն տեղի ունենան, բոլորը նույնացի ձեզանից։ Դե ոնց որ ես հասկանում եմ, հիմա դեռ ուրիշ քաղաքացիներ չկան ընդունելության, տպավորություն է, որ այո, ամենայն դեպս ընդունանում ժամը 10-ն է, դեռևս որևէ այլ քաղաքացի չի եկել։ Արդեն պարզ է այս քանի օրերից, որ ոնց որ թե միասնական որոշում է կայացված քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, որպեսզի խուսափեն այդ հանդիպումներից։ Ես հասկանում եմ, որն է խուսափելու պատճառը, իրենք վախենում են խոսքից եւ փաստարկներից։ Պարզ է, որ ես իրենց նախապես եմ ասել, թե ինչ թեմայով եմ ուզում հանդիպել, հանդիպան նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, դրա հիմնավորումները, կառավարության ծրագիր, այդ փաստաթղթերը ինձ մոտ է, որ մենք միասին հանձնաժողովի անդամների կամ այն падգամավորների, ովքեր կգան, միասին դա նայենք, քննարկենք եւ քանի որ իրենք դրան որևէ հակափաստակ չունեն, ըստ էության այդ ձևով խուսափում են, բայց խուսափելը անհետևանք չի մնում, օրինակ երեք падգամավոր Էմմա Պալյանն էր եկել անցկացնելու քաղաքացիների հետ ընդունելությունը, նա հրաժարվեց միայն ինձ ընդունելուց։ Հիմա իմ պայուսակումը հաղորդում է դատախազության հանցագործության մասին, խտրականության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով եւ այս հանդիպումից հետո փոստային բաժանմունքից այսօր դա կուղարկվի գլխավոր դատախազին։ Ես արդեն երկու եւս հաղորդում տվել եմ, մեկը Ռուբեն Ռուբինյանի, մեկը Հակոբ Արշակյանի մասով, այնպես որ անհետևանք չի մնում այս իրանց վարքագիծը, սա նաեւ իրավական գնահատական է ստանալու եւ որևէ կերպ միևնույն այս հանդիպումները կայանալու են, ինչքան էլ իրենք խուսափեն։ Մինչև հիմա կայացել են հանդիպումներ միայն այն դեպքում, եթե падգամավորները, ովքեր գալիս են ընդունելության, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չեն։ Իսկ այնտեղ ոնց որ հասկանում եմ, հանձնաժողովներում գրաֆիկ գոյություն ունի, որ ամեն ընդունելության падգամավորներից մեկն է անցկացնում։ Հիմա եթե պարզվի, որ այսօրվա ընդունելությանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ամենայն հավանականությամբ չի կայանա։ Բարդես։ Կարող եմ գալ։ Չէ, պարոն Ղազարյան, ներկայացնում եմ, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Ինչպես է պատճառը, պարոն Կարապետյան։ Ղազարյան, գիտեք, ես դուրս եմ գալիս ասում եմ, որ ձեզ նպատակարար չեն գտնում։ Այսինքն իմացել է, որ ես եմ ճանաչելով, մենք ցուցակ ենք տալիս։ Մենք քաղաքացիներ, ովքեր հերթագրվում են ընդունելության, այո, այո։ Ընդունելության, ուղղակի մյուսներին պատրաստ ընդունելու։ Ձեզ նպատակարար չեն գտնում ընդունելու։ Հա, շնորհակալություն ձեզ տեղեկության համար։ Նիվարկյան տեսնենք ոչ ճանաչում ես։ Ոնց նշումներ արել են։ Դավիթ Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է 44 օրյա պատերազմի մասնակից։ Ասենք իթիվս այլ հարցերի, ես այսօրվա պարոն Կարապետյանից պիտի նաև փորձեի հասկանալ ինքը ինչ կարգավիճակում է գտնվել Արցախում, որովհետև ինքը եւ իր կուսակցությունը այն կարծիքին են, որ Արցախը դեռ 1991 թվականից հանդիսանում է ադրբեջանական տարածք։ Այդ դեպքում պարոն Կարապետյանը, որ այսօր հրաժարվում է ինձ ընդունել, ինչ է արել ինքը այնտեղ։ Ինքը ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան։ Վիճալոց այդ հանձնաժողովը շատ յուրահատուկ հանձնաժողով է, ստեղ է նաև Գրիգորյան Նարեկը, որը այդեն Սմայլիկի հայրիկն է կարծեմ, որը պատերազմի մասնակից է ել նշած իր կենսագրության մեջ, սրանից էլ էր պետք պարզել ինքը ինչ կարգավիճակում է գտնվել։ Ստեղ է Հակոբյան Էդգար, որը ինչ-որ Աննա Հակոբյանի ազգակցականն է, մինչև 18 թիվը զբաղեցրել է արքայորդի ՍՊ վարորդ պաշտոն, այսինքն արքայորդի ՍՊ վարորդի պաշտոնից դառել է ազգային ժողովի падգամավոր։ Այս հանձնաժողովի կազմում է Մանավազյան Արուսյակ, որը քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցությունից է, մեր տպարանը ՍՊ գլխավոր հաշվապահն է, մեր տպարանը այդ բանն է, հայկական ժամանակ օրաթերթի ՍՊ-ն, այսինքն Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի հաշվապահը եկե դառը ազգային ժողովի падգամավոր ու ընդ որում նաև եղել է այդ ամառանոցային տնտեսության հաշվապահը, դրա նաև ուրեմն ժամանակավոր պաշտոնակատար, օրինակ Աննա Հակոբյանը երեք մի գրառում էր արել, որ ես ինչ որ
սխալ տեղեկություն եմ տալի, օրը 1.700.000 դրամ իրենց հիմա իրանց հաշվապահ մի հատ գար, այսօր նստենք, մի հատ դրանց բալանսը նայենք, տենայենք ինչ ծախսեր են արել, հաշվապահն է, չէ՞, սա կիմանա, մի հատ էլ դնենք, պարզաբանենք, տիկին Աննային էլ ասենք, հաշվապահի հետ նստած հիմա ձեր թղթերն ենք նայում, տենայենք ծախսերն ինչքան է, շատ է թե քիչ է, դրան մեջ մտնում է այդ ծախսերը թե չի մտնում։ Շատ պատասխան է դրվել նրանցից, որը վիրավորական արտահայտությունը միջոցների հարցերին, երեք նաև ձեր ձեռքբերումը նաև ասել է, որ ձեր կարծրատիպությունը իրականությանը չի համապատասխան։ Սա ինչպես դուք կդնորոշեք ի վերջո այս այսպես ասած փոփրացությունը, հա, քաղաքացիների եւ Աննա Հակոբյանի։ Պետք է շարունակվի։ Նախ դա իմ կարծիքով Աննա Հակոբյանը չի։ Էդի Նիկոլ Փաշինյանն է 100%, ես վստահ եմ արա։ Այսինքն մարդու կնիկ տունը նստում են, որպեսզի ինքը իր Facebook-յան օգտահաշվից գրառում չանի, որովհետև վարչապետը, չգիտեմ, ուրիշ երկրի ղեկավարել է նայում եւ այլն։ Հա, դե այդ իմաստով նույնն է, բայց դա ամեն դեպքում որպեսզի ինքը չանի պաշտոնապես դա չընկալվի, միասին նայում են, ասենք օրինակ ենթադրենք իմ ճեպազրույցը այս նույն ընդունարանից, խառնվում են իրար, դե հասկանում են, որ իրանց գործերը լավ չի, այս ի վերջո այս իմպիչմենտի գործընթացի լրջությունը, սրա հնարավոր զարգացումների հետևանքները շամպես հասկանում են, իրանք գիտեն այս վերջը ինչի է տանելու։ Դրա հետ միասին, ասենք օրինակ Սյունիքից եկել են, մարդ չկա, իրանց այդ տգետների դպրոց գնացող, իրենք հո հիմար չեն, շատ լավ հասկանում են, չէ, որ այդ ընդեղ եթե մի 40-50 հոգի մարդ է կա, այդ զոռով տարած մարդ, ոչ մի մարդ չկա, որ կամավոր կարա ենթադրենք լսի Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը տգետների դպրոց ունեն, հլնեն գնան նստեն ընդեղ, խո ապուշ չեն, ասենք որ գնա, չէ, պարզա որ ինչ-որ մեկը նամակներ էլ կա, չէ, Թալինի քաղաքապետը, որ գրել էր աշխատակազմին, բոլորը շտաբ գրանցվեք, իստերիակ պահեք, լրացուցիչ տեղեկությունների համար զանգեք աշխատակազմի հետ, ինչ պարզա ամեն տեղ մարզպետներով, այդ համայնքի ղեկավարներով, տեղական այդ պաշտոնյաներով, բանով զանգում են, ասում են ընտանիքի հիմա եթե մեն այդ մարդիկ գործից բանից կտրված իրանք նայում են, չէ, այդ մարդկանց դեմքերին, ստրես են ապրում, թե ես ինչ է կատարվում, գալիս են իրիկուններ տուն, հասկանում են, որ ես ինչից է այդ ժողովրդի այս վերաբերմունքը, ընդդիմախոսների խոսույթից է, ու դնում են մարդու կնիկ հարցակում են մեր վրա։ Հիմա այս ասել եմ, օրը 1.700.000 դրամ մոտավորապես կազմում է իրանց մենակ ամառանոցների պահպանման ծախսը։ Դա լրագրողական հարցումով ստացված տեղեկություն է։ Պահպանման ծախսերը ընդհանուր այդ կառավարական տնտեսության բաժանում ես 365-ի մի տարվա ծախսերը, ստանում ես մեկ օրվա պահպանման ծախս։ Հիմա սխալ եմ ասում, թող իրենք ճիշտն ասեն։ Թող մի հատ հրապարակեն, թե օրական ինչքան գումարած է, վերջը բոլոր ծախսերը պետական մարմինը, չէ, որ կատարում է, անում է հաշիվ ապրանքագրերով, չէ։ Ասենք ինվոյսներ ունեն, ծախսերի հիմնավորող փաստաթղթեր ունեն։ Հարցում ես անում, ասում գաղտնի է, ի՞նչն է գաղտնի։ Դրա գաղտնին ո՞րն է։ Ես պետական պահպանության ծառայությանը գրավոր հարցում եմ, արի ասում եմ, խնդրում եմ ինձ ասեք, Աննա Հակոբյանի համար ինչ մեքենա է իրան սպասարկում, ինչ մակնիշի, որ թվի արտադրության մեքենա է, երբ է կառը, ինչքանով է կառը։ Իսկ պատասխանել են, ասում է դա գաղտնիք է։ Թե դրա գաղտնիքը ո՞րն է։ Ինքնաթիռի գները ասում են, մակնիշն ասում են երբ են առը։ Զենքի գինը ասում են, գաղտնիք չի։ Աննա Հակոբյանի Lexus-ի գինը գաղտնիք, ասում եմ, եղբայր գաղտնիք չի, քշում եք տենում ենք, Lexus-ա։ 2023 թվի Lexus-ա, ընդ որում 2023 թվի Lexus-ը մտնում ես Lexus-ի կայք գները գրած է, այսինքն նվազագույն գինը երևում է, իրանն է ֆուլ է, երևում է որ դրանից պիտի թանկ լինի, հիմա մամուլում $135,000 է։ Հիմա սուտ է դա, բայց კი մյուս նախագահների, մեր երկրի ղեկավարների կանայք դες մեքենաներ չեն ունեցել, դες թիկնազոր չեն ունեցել։ Հիմա ասում չեն չի մեր կոռուպցիան, մեր այս չարաշահը, մեր այս ցոփուշով այդ կյանքը բան անում, բարձրացա։ Ինչ եք ասում, ենթադրեք մարդու կնիկ պետական ուղղաթիռը վերցել են, գնացել են Տաթև տգետների դպրոց։ Մատ ուզում եմ անեմ, դրա պետական ծախսը ո՞րն է, կազմակերպիչի իմ քայլի հիմնադրամներ, թող իմ քայլ Արմենիա հելիկոպտեր ընկերություն կա։ Մասնավոր ուղղաթիռներ է տրամադրում վարձույթով։ Թող իմ քայլը հիմնադրամը վարձեր մասնավոր ուղղաթիռ, նստեին Էթային Տաթև պետական ուղղաթիռով մասնավոր հիմնադրամի կողմից կազմակերպած միջոցառմանը։ Ինչ են գնում։ Հիմա որ ասես պիտի ասի բան է։
ասելով չի, իրենք այս ամեն ինչի պատասխանը տալու են ու ինչքան էլ խուսափեն այս կարգի հանդիպումներից, միևնույն է գալու են։ Անպայման, ես ոչ կապ չունի իրանց այս վերաբերյալ։ Հիմա ասենք թե այսօր ես գնալու եմ տուն ու այսօր ով էր, ասեցինք, հա, բայց բանն էր, Դավիթ Կարապետյան։ Վաղ գլխավոր դատախազ կստանա Դավիթ Կարապետյանի վերաբերյալ հաղորդումը հանցագործության մասին։ Այսինքն սրանք ամեն անգամ պիտի գան, ես վաղը լինելու է պաշտպանության հարցերի հանձնաժողով ժամը 11-ին եւ ամսի 22-ին մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով։ Ուրբաթ օրը չկա, այսինքն մեզ հիմա այս շաբաթվա մեջ եւս 2 հանդիպում ունենք։